Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք այսօր զրուցելու ենք Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջունում եմ պարոն Անդրեաս։ Բարև ձեզ։ Եվ այսօր ես կուզենայի ձեզ հետ մի քիչ ընդհանուր խնդիրների շուրջ խոսել, որովհետեւ այսպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք լրատվականներս այսպես ամեն առանձին փաստ առանձին այսպես ծամելով դրա շուրջը ինչ որ վերլուծություն կառուցելով այնուամենայնիվ բաց ենք թողում մի մեծ բան, դա ընդհանուր համայնապատկերն է եւ իրավիճակի եւ այդ իրավիճակը ծնող պատճառների։ Եվ ես այսօր կուզենայի ձեզ հետ քննարկել հենց այդ մետա տվյալները, այդ մեծ պատկերը, որի մեջ մենք հայտնվում ենք։ Թվում է, թե Հայաստանում կան բավականաչափ խելացի մարդիկ, մասնագետներ այս կամ այն ոլորտի, բավականաչափ շատ գաղափարներ, որոնք կարող են Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Եվ ինչ որ անհասկանալի տրամաբանությամբ միշտ ստացվում է մի իրավիճակ, որ այդ մարդիկ գտնվում են միշտ խաղից դուրս վիճակում։ Իրական որոշումներ կայացնողները այլ մարդիկ են, որոնք չունեն այդ մտքի թռիչքը, որոնք չունեն այդ ցանկությունները, այդ երազանքները երկիրը դարձնելու հզոր, անկախ Եվ մենք անընդհատ ինչ-որ կիսա միջոցներով փորձում ենք ինչ-որ բան շտկել, ինչ-որ բան կարկատել, ինչ-որ բան կարգավորել, հաշվի առնելով, որ երբեք այդ մարդկային ինտելեկտուալ պոտենցիալը երբեք չի ռեալիզացվելու, պետք է այս իրավիճակի մեջ ինչ-որ խնդիրներ լուծել։ Դուք չունեք այսպիսի տպավորություն։ Անկախությունը հռչակելու առաջի օրվանից մեր երկիրը գտնվել է ճգնաժամի մեջ։ Եվ կառավարումը, եթե մենք խոսում ենք ընդհանուր կառավարման մասին, եղել է ճգնաժամային։ Սկսած 90-ական թվականներից եւ գրեթե ողջ ընթացքում։ Եվ ճգնաժամային կառավարումը ընդհանրվում է, որ ռեսուրսների պակաս, պարտավորությունների մեծ մակարդակ, մեծ ծավալ եւ կառավարման խնդիրը վերածվում է ինչպես փոքր ռեսուրսներով այդ պարտավորությունները կատարել։ Առհասարակ ես որպեսզի տես այդ պատմական բանի մեջ շատ չընկնենք, դիտարկում եմ այսօրվա այդ ձեր նկարագրած վիճակը ունի իմ համար, ես տեսնում եմ 3 շերտ։ Առաջի շերտը դա կապիտալիստական բուրժուական պետության ընդհանուր ճգնաժամն է, որը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր բուրժուական կապիտալիստական պետություններում։ Այդ ճգնաժամը արտահայտվում է հակասության մեջ այսօրվա սոցիալական պարտավորությունների պետության մակարդակի եւ այդ պարտավորությունները կատարելու ֆինանսական կարողությունների մեջ։ Պետությունները այսօր ունեն կենսաթոշակային, բժշկական, կրթական պարտավորություններ քաղաքացիների առջև եւ ավանդական ստեղծված այդ ոլորտները ֆինանսավորելու համար միջոցներ հավաքագրելու հարկային կամ այլ պարտադիր վճարներով հավաքագրելու, օրինակ բժշկական ապահովագրություն։ Այդ ոլորտները ի վիճակի չեն գեներացնել այնքան գումար այդ միջոցները, որպեսզի այդ ոլորտները ֆինանսավորվեն բավարար։ Նաև դեմոգրաֆիկ կազմը բնակչության ազդում է այդ խնդրի վրա։
ինչպիսին է հարաբերությունը սերունդների, աշխատող սերունդների եւ չաշխատող սերունդների, հա, թոշակային եւ մանուկ երիտասարդ սերունդների այստեղ արդեն կարելի է իմ կարծիքով դա ամփոփել, որ կապիտալիստական պետության ճգնաժամ կա, այլ կերպ ասած կապիտալիստական պետությունը, կապիտալիզմի վրա հենված ազատ շուկայական ձեռներեցական հիմքերի վրա տնտեսության այդ վրա հենված պետությունը, ժամանակակից պետությունը խնդիրներ ունի, զուտ նաև մաթեմատիկական խնդիրներ, ինչպես սոցիալական պարտավորությունները պետության կատարել։ Եվ ԱՄՆ-ում օրինակ դա ամենագլխավոր դիսկուրսն է։ Պետք է պետությունը, ինչ ծավալով պետությունը պետք է սոցիալական պարտավորությունները կատարել։ Եվրոպայում հիմա բոլոր ընտրությունները անցնում են այդ դիսկուրսի շրջանակում։ Սա տարանջատենք որպես համակարգային երևույթ։ Այսինքն Հայաստանը, Վրաստանը, թե ով ցանկացած պետություն, հա, թե ԱՄՆ-ն, թե Գերմանիան ունեն խնդիր ինչպես վերակազմավորել պետական ֆինանսները, որպեսզի բուրժուական պետությունը կարողանա լինել սոցիալական, կարողանա կատարել այն պարտավորությունները սոցիալական, որը որ հիմա մարդու իրավունքների զարգացման այս էտապում պարտադիր է պետությունների համար։ Երկրորդ մակարդակը դա Հայաստանի Հանրապետության այս ինչպես ասեցի կառավարման ընթացիկ մակարդակն է, որ ստեղծման անկախությունը ձեռք բերման օրվանից բնական է, որ պիտի լիներ ճգնաժամ, բայց Հայաստանում այդ ճգնաժամը դառավ առօրյա երևույթ։ Մեր կառավարումը անընդհատ պետական կառավարումը գնում է իրադարձությունների հետևից, ոչ թե իրադարձություններից առաջ, ոչ թե ծնում է իրադարձություններ, այլ ինքը ռեֆլեքսիայի մեթոդով է արձագանքում է ստեղծվող խնդիրներին, որոշակի ուշացումով որպես կանոն։ Երրորդ մակարդակը դա խոշոր սեփականատերերի և սոցիալական այլ շերտերի միջև շահերի դասավորություն։ Հայաստանում կարելի է ասել խոշոր սեփականատերը և հանրությունը ապրում են տարբեր երկրներում։ Խոշոր սեփականատերները, որոնք որ Բայց դա ամբողջ աշխարհում էլ այդպես է։ Թվացյալ է տպավորությունը, որ ամբողջ աշխարհում այդպես է, որտեղ որ այդպես է, այդտեղ զարգացում չկա։ Խոշոր սեփականատերերը, խոշոր ընկերությունները հանդիսանում են տնտեսությունների լոկոմոտիվներ։ Իրենք են գեներացնում ինովացիաների համար անհրաժեշտ միջոցներ եւ իրենք են հանդիսանում ինովացիաների գլխավոր ֆինանսավորողը։ Բացի պետությունից, որը որ նույնպես ռազմատեխնիկական ոլորտում միջազգային հարաբերություններից ելնելով խոշոր պետությունները հանդիսանում են ինովացիոն լոկոմոտիվներ, աշխարհում այսօրվա ժամանակակից աշխարհում իր գլոբալ տնտեսությունով, միջազգային առևտրով խոշոր կորպորացիաները հանդիսանում են ինովացիոն զարգացման լոկոմոտիվներ, որտեղ իրենք են թիրապետում խոշոր գումարների եւ գեներացնում են խոշոր գումարներ եւ հանդիսանում են դրա ֆինանսավորող։ Փոքր եւ միջին բիզնեսը երբեք չի կարող նոր ինովացիոն զարգացման համար աղբյուր լինել։ Ստարտափներ ստեղծվում են ինչ որ գաղափարների շուրջ, բայց դա փոքր եւ միջին բիզնեսի բնութագրող երևույթը չէ։ Խանութը աշխատում է որպես խանութ իր ողջ կյանքի ընթացքում կամ ինչ որ մի սպասարկման բիզնես, ինքը չի գեներացնում նոր ինովացիաներ։ Մեր երկրում խոշոր կապիտալը գրեթե 0 ունի ներդրում ինովացիոն զարգացման մեջ։ Այդ խոշոր հարկատուների ցուցակը եթե վերցնեք եւ
Ձեզ հարց տակ, վերջի 30 տարվա ընթացքում իրենք ինչ նոր արարություն են ֆինանսավորել, ստեղծել, տեսնեք, որ ոչ մի, գրեթե ոչ մի։ Հայաստանում այդ ամենամեծ ռեսուրս ունեցող ընկերությունները ամենափոքր ներդրումը ունեն ինովացիոն զարգացման մեջ։ Եվ դրա համար դուք առնչվում եք ամեն օր բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր որ պապկան ձեռը գալիս են ձեր դուրը ծեծում են, ասում են մեզ եթեր տվեք, մենք եթերում բացատրենք այսինչ գյուտ կա, այս գյուտը որ լինի օգուտ կլինի եւ ձեռնարկատիրոջը եւ պետությանը եւ առհասարակ երկրին, հանրությանը եւ այլն, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Փոքր եւ միջին բիզնեսին չի կարող հետաքրքրել, որովհետեւ իր միջոցներից դուրս է։ Փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանում ապրում է կարելի ասել գոյատևելու համար։ Իր միջոցները ամբողջությամբ գնում են իր վերարտադրելու։ Իսկ խոշոր ընկերությունները, որոնք որ գեներացնում են բավականին շահույթ, իրենք հետաքրքրված չեն, որովհետև ինչպես ես բնութագրեցի, ապրում են ուրիշ երկրում։ Հիմնականում այդ ընկերությունները Հայաստանում գեներացնում են շահույթ եւ իմ կարծիքով post-սովետական ավանդույթ է դա, արտահանում են երկրից դուրս ինչ որ ակտիվներ են ստեղծում այլ եվրոպական պետություններում եւ այլ տեղեր, այն կարգախոսով, որ Հայաստանը ապրելու տեղ չի։ Ինչի ապրելու տեղ չի, որովհետեւ իրավական պետություն չկա, որովհետեւ էս չկա, այն չկա եւ այլն։ Այսինքն դուք այս իրավիճակը հանջեցիք գրեթե օբյեկտիվ մեզնից անկախ պատճառների։ Եթե դենք փիլիսոփայական զրույց ենք տանում, Տիգրան, առհասարակ այս դիեզերքում կյանքը դա գոյության համար ես դա օբյեկտիվ նկատի չունեմ դա։ Այդպես է։ Խնդիրը կայանում են դրանում, այս օբյեկտիվ տենդենսները կարող ես հաղթահարել։ Այստեղ արդեն քաղաքական գաղափարի դնեմ ես, եթե կարելի է։ Կարող է Հայաստանը հաղթահարել այն դժվարությունները, որոնք դուք այդպես մանրամասնորեն թվարկեցիք։ Ընտրողների այս կազմով ոչ։ Ինչու՞։ Հայաստանում գերիշխում է հիմար ապուշ վախեցած ընտրող տեսակը ընտրությունների ժամանակ եւ իրենք ընտրում են ամենավատ, այսպես ասած, թիմը։ Շատ լավ, արդյոք այդ խումբ մարդկանց մոտ հիմար ինտելեկտուալ սահմանափակ վախկոտ մարդկանց համար ինտելեկտը վախ է առաջացնում եւս։ Գերադասել է ինչ որ մի հատ sense քիթը մակրող պերաշկի ուտող էշեշ խոսացող մեկին ձայնը տալ։ Ինքը հասկանալի է, պարզ է եւ սվո է։ Քան որևէ մերիտոկրատ, հա, ենթադրենք Գուրգեն Սիմոնյանի։ Շատ լավ, անուններ չենք տալիս, Մարսկոսող, լավ բացադրող, ինչ որ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, այդ ընտրողը, որի մասին դուք ասում եք ընտրողը։ Մենք ֆիքսենք, որ մենք իդեալական հասարակություն չունենք։ Արդյոք մենք չենք բուծել այդ ընտրողներին այս անցած 30 տարիների ընթացքում։ Այո, գիտակցաբար բուծել ենք։ Մենք ասելով Հայաստանի քաղաքական process-ները, քաղաքական որոշումները տարբեր պատճառներով, հիմա դուք էլի կասեք օբյեկտիվ է։ Իշխող խավը միշտ հետաքրքրված է, որ քաղաքացիան լինի վախկոտ, ապուշ, հիմար մեկ։ Այդպիսի մարդկանց վրա հեշտ է իշխել։ Իրենք կամ ենթարկվում են սուս-պուս կատարում են, կամ տակից ինչ որ մի բան գողանում են, միշտ իրենց կարելի է քրեական մեխանիզմներով պատժել, կամ եթե իրենք ապստամբում են, դա երկար նույնպես չի տևում։ Շատ լավ, կանդրադառնանք այդ հարցին գովազդային ընդմիջումից հետո։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդային ընդմիջում է կարճ, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցը, հիշեցնեմ, որ դուք կարող եք զանգահարել էկրանին երևացող համարներով եւ հարցեր ուղղել մեր բանախոսին, իսկ ես ուզում եմ շարունակել մեր քննարկումը։ Ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ, որ իրոք կան օբյեկտիվ դժվարություններ, փողը չի ելիքել, եղել են ճգնաժամային անցում, անպատրաստ, ինֆլյացիա, որը պայմանավորված էր սովետական միության փլուզմամբ, բայց երբ որ կան խնդիր, դնում են լուծումներ, գտնում են եկամտի աղբյուր, գտնում են նոր գաղափարներ, որոնք որ կարող են երկիրը տանել առաջ։ Մենք ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ տարբեր երկրների, որոնց ղեկավարները կարողացել են այդ ճգնաժամը հաղթահարել շատ կարճ ժամանակում։ Իսկ մենք արդեն գրեթե 30 տարի այդ ճգնաժամի մեջ ենք ապրում եւ այդ ճգնաժամը վերջանալու տեղ չունի, այսինքն մենք բոլորս հարմարվել ենք, որ սա ճգնաժամը չի, սա նորմալ ապրելու վիճակն է։ Եվ այս պարագայում, եթե գումար չի երիքում, օգտագործիր քո հարուստ ընդերքը, դու ունես աշխարհի ամենահարուստ ընդերքներից մեկը, որովհետեւ այս փոքր 29000 քառակուսի կիլոմետրի վրա դու ունես այնպիսի օգտակար հանածուներ, որոնք քեզ շատ բաներում կարող են դարձնել առաջատար երկիր։ Եթե իհարկե դու այսպես չմասնավորեցնես այդ ընդերքը քո ծանոթներին, բարեկամներին եւ այլն եւ նույնիսկ հարկ չտնես դրա վրա։ Կարելի է վերջ-երջո պարտք վերցնել տարբեր միջազգային կազմակերպություններից, բայց այդ պարտքը ծախսել այնպիսի բաների վրա, որը շատ կարճ ժամանակում կարող է իրան արդարացնել եւ երկիրը ստեղծել այնպիսի վիճակ, որ երկրում այդ զարգացումը դառնա քաղաքացիների
ապրելու ձևը, որպեսզի նրանք շահագրգռված լինեն այդ զարգացմամբ, նորարարությունների ներդրմամբ, դուք ասում եք Հասկանալի է Տիգրան ջան, բայց իմ հարցը ձեզ, դուք հիմա այս ինչը որ ասեցիք, քանի ձայն կարակ հավաքեք։ Քանի հոգի մարդ Հայաստանում կկանգնեն Մենք հիմա կանգնեցինք նրա ձեր վրա։ խոսքերի, այն ինչ որ դուք ասում եք, ակնհայտ բաներ են։ Այո, Դրա սոցիալական պահանջը Հայաստանում չկա։ Չի արտահայտվում ոչ մի տեղ, որտեղ որ կարող է սոցիալական կարծիք, հա, դրսևորվել, ոչ մի հարթակում, դա չի արտահայտվում։ Իսկ ընտրություններում այս ինչը որ դուք ասեցիք, ձեր կողքը կանգնելու է 5 հոգի մարդ։ Ну թող 10։ դուք միշտ Այսինքն հայտարարում եք ում համար ենք մենք այդ դեպքում դա խոսում։ Այն մարդիկ, ովքեր որ ում տրված է քաղաքական ընտրություն անելու, ճակատագիրը ընտրելու, իրենք ուրիշ չափանիշներով են ղեկավարվում։ Եվ այն, որ դուք ասեցիք, այո, պատմության մեջ կան ղեկավարներ, որոնք որ գալիս են եւ արմատապես բարեփոխում են համակարգերը, նորացնում են, հիմնադրում են պետական էֆեկտիվ ֆինանսներ, պետությունը բերում են ինչ-որ նոր մակարդակի, բայց դրա համար լինում է սոցիալական պատվեր։ Ոչ մեկ դա չի անում, դա անհնար է անել այսպես ասած նվեր հանրությանը, որին դա պետք չի։ Հանրության մոտ պիտի լինի պահանջարկ, սոցիալական պատվեր, Հայաստանում ասեք, կա սոցիալական պատվեր, էֆեկտիվ կառավարման պետության, երկրի ընդերքի ռեսուրսների էֆեկտիվ օգտագործման։ Ես ձեզ ասեմ հակառակը, Խորհրդային Միության վերջի տարիները, Հայաստանի առաջի տարիները, Ռուսաստանի Դաշնության այսպես ասած հիմիկվա վիճակը, Հայաստանի հիմիկվա վիճակը, ես կանվանեմ այսպես, դա մեծ գործարան է, պետությունը, երկիրը, անտեր, կա տնօրեն, կան աշխատողներ, պատկերացրեք անտեր մի հատ պատմականորեն եկած գործարան, եւ մարդիկ առավոտը գալիս են այնտեղ օրվա ընթացքում մտածում են ինչ կարելի է տանել, որտեվ տեր չկա, ինքը գործարանը բոլորը հասկանում են, որ պետքա վերարտադրվի, շահագործվի, բայց եւ դրա հետ միասին ամեն մեկը տնօրենը բոլորից շատ է տանում, չէ՞։ Իր տեղակալները մի քիչ պակաս, բաժնիվարիչները ավելի պակաս, իսկ այն բանվորները, վարպետները տակի, ինչքան որ ինչ որ կարողանան ջեպը դնեն հետները դուրս բերել։ Այս մոդելով ղեկավարվում է Ռուսաստանը, ղեկավարվում է Ղազախստանը, ղեկավարվում է Ուզբեկիստանը, ղեկավարվում է Հայաստանը, ղեկավարվում է Ադրբեջանը։ Պոստսովետական տարածքում առ այսօր կան պետություններ, որոնք այդպես են ղեկավարվում։ Անտեր, ինչ են անտեր, որովհետև սկիզբը, որը որ գալիս է, հա, հանրային պահանջ։ Ուկրաինայում մենք տեսնում ենք մարդկանց մոտ կա ընդհանրացված Ուկրաինայի ժողովուրդը ունի ընդհանրացված ինչ որ ամփոփված պահանջ սոցիալական, որի համար ընդհանուր պատրաստ է գնալ մեռնել մարդը։ Հայաստանում սի պահանջ չկա։ Դուք դա ասում եք ելնելով վերջին ընտրություններից։ Բոլոր ընտրություններից, որին որ ես ականատես եմ եղել սկսած 1990 թվականի մայիսից։ Ոչ մի ընտրություններում Հայաստանի համար էական հարցերը երբեք չեն եղել օրակարգային հարցեր, որի շուրջը գնացել է պայքար, դեբատ, տեսակետների։ Տենց բան չի եղել։ Եթե եղել է, ինձ մատնացույց արեք, ասեք ես ընդունեմ սխալս։ Միշտ եղել է ջոջերի, ոժձերի բախում, էսի կամ էնի, չէ։ Ինչի էսի, որովհետև սենց, ինչի էնի, որովհետև նենց։ Այսինքն դա սոցիալական զարգացման տեսակետից, դա մոտավորապես 15-16-րդ դարի սոցիալական զարգացման մակարդակն է, այստեղ դասականներին հիշենք, որոնք որ ասում են, որ հանրային գիտակցության զարգացումը ունի իր ժամկետները, չես կարա մի հասարակարգից թռնես մյուս հասարակարգ, այսինքն Հայաստանում հիմա կապիտալիզմ է, բայց ֆեոդալիզմի մոտորով։ Մտածելակերպը մարդկանց ֆեոդալական է, ֆեոդալական համակարգին բնորոշ, իսկ տնտեսական հարաբերությունները կապիտալիստական են։
Դրա համար մենք չունենք բաց բաժնետիրական ընկերություններ, ունենք թղթի վրա, բայց բորսայում չունենք շրջանառություն, այդ երևույթը չկա, կորպորատիվ կառավարման, ԱՄՆ-ի ենթադրենք բնութագրող սեփականության ձևերից մեկը կոլեկտիվ սեփականությունն է։ Խոշոր կորպորացիաները իրենց բոլորին հասանելի բաժնետոմսով։ Եվ դրա պահանջարկը կա, եղել է պատմականորեն, հիմա նույնպես կա եւ այլն, Հայաստանում չկա։ Ինչու՞։ Որովհետեւ մենք գտնվում ենք իրականում 15-16-րդ դարի զարգացման սոցիալական մեր զարգացումը մնացել է այդտեղ։ Խորհրդային տարիներին մի քիչ մեզ բարձրացրել է սոցիալիստական այդ սովետական համակարգը, սոցիալական ոլորտում ծախսելով բժշկության վրա, կրթության վրա, գիտության վրա ինչ որ պետական միջոցներ, հնարավորություններ են ընձեռնել, մարդիկ անհատապես զարգացել են մշակույթի ոլորտում, գիտության ոլորտում դրսևորվել են անհատները, բայց ընդհանուր սոցիալական մտածելակերպը, հասարակության զարգացումը, ինչպես եղել է 15-16-րդ դարի, ոչ թե ստեղ դարերով, ասենք, այլ ֆեոդալիզմի միջին ժամանակահատվածին բնորոշ հասկացա, դուք ինչ եք ասում, բայց այդ դեպքում բացատրեք Ղարաբաղյան շարժումը, բացատրեք այն բազմահազարանոց միտինգները։ Ղարաբաղյան շարժումը շատ արագ ազգային ազատագրական պայքարից, մարդու իրավունքների համար պայքարից վերածվեց ֆեոդալական պայքար։ Այո, բայց մարդիկ ուզում էին, չէ՞, մարդիկ մասնակցում էին այդ պայքարին, մարդիկ մեջն էին մտնում այդ պայքարի, այդ նպատակներին Բայց մարդիկ պատնեշ չդարան, որպեսզի այդ շարժումը չվերածվի սովորական ֆեոդալական պատերազմի։ Ինչ նկատի ունեք ասում։ Ոչ մեկ չբողոքեց, ինչ եք թալանել Քելբաջարը 93 թվականին։ Բարբարոսություններ, չէ՞ դա։ Ինչի ձայներ լսվում էին։ Շատ արագ այդ ձայները, ինչքան որ լսեցիք, այդ ձեր սոցիալական հենարանն է 21-րդ դարի։ Իսկ մեծամասնության համար նորմալ էր, որ Աղդամը թալանեցին, Ջեբրայելը թալանեցին, չէ, ոչ մեկ հարց չտվեց, 300,000 փախստականներ կան Բաքվից, Կիրովաբադից, ինչի ենք ստեղ ոչնչացնում այդ սեփականությունը, բարբարոսությունը, չէ դա։ Քաղաքներ, գյուղեր վերացնելը, ոչնչացնելը, դասական բարբարոսություն է, բնորոշ է ֆեոդալիզմի, մենք, չէ, Թեմուր Լենգ եւ այլն, Չինգիզ խան բնութագրում ենք որպես ամենադաժան ռազմական քաղաքական գործիչներից, որոնք որ վերացնում էին բնակավայրերը, հավասարացնում էին հողին, որը տեղ մարդ չապրի։ Հայերը դասվեցին այդ շարքում։ Չինգիզ խանի, Թեմուր Լենգի կողքը 7 քաղաք, 300 գյուղ հավասարացրեցինք հողի հետ եւ ոչ մի ծպտուն դուրս չեկավ, որ ես ոնց ազգ, որ իրեն համարում է ցիվիլ, այսպես ասած, այստեղ մենք գալիս ենք այդ երևույթին, որ ֆեոդալական մտածելակերպ, հանրային մտածելակերպ ունեցող ազգը թեկուզ հասարակությունը, թեկուզ եւ կան անհատներ, որոնք որ ժամանակակից են, գիտակից են, ներդրում ունեն միջազգային մշակույթի, գիտության մեջ եւ այլն, բայց դա չի բնութագրում հանրային վիճակը, տվյալ հանրության հասունության, սոցիալական հասունության վիճակը։ Ֆեոդալական հասարակությունը ֆեոդալական պատկերացումներով սկսած ընտանիք, նիստ ու կաց, վերջացրած այդպիսի հարցերով, որ ենթադրեն գրավել ես, ազատագրել ես տարածք ու թալանել ես, քանդել ես, փշրել ես, հավասարացրել ես հողի հետ։ Մենք հեռախոսով զանգ ունենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, շնորհավորում եմ ձեր հաղորդումը։ Հարցս այսպեսին է, ուրեմն մեր երիտասարդը, որ բավական ճիշտ բաներ ասում է, բայց առաջինը ասեմ, որ ասես որ կապիտալիստական երկիրը ոնց որ ավելի ճգնաժամ է գնում, պրոբլեմա ունենում բժշկական
փոշակները վճարելու բժշկության մեջ եւ այլն։ Դա ամբողջ աշխարհն է։ Չինաստանից բռնած, Ռուսաստանից եւ որևէ մի երկրից ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է, որովհետեւ հիմա ինչքան գիտությունը զարգանում է, երիտասարդներն են զարգանում, ոչ թե 20 տարեկան աղջիկ եթե չեր Այո, խնդրեմ դուք ձևակերպեք հարցը, որովհետեւ մեր բանախոսը հենց դա էլ ասեց։ Այո, մի րոպե։ Ուրեմն չեն ուզում ամուսնանան։ Առաջինը կյանքը թանկացել է, փող չունեն որ ամուսնանան։ Երկրորդ երեխա չեն ուզում։ Հիմա ասում պրոբլեմն է, որ երեխա չեն ունենում, եթե ունեցողն է մեկն է ունենում։ Այդ հարցին ամբողջ աշխարհն է ճգնաժամը։ Չինաստանը ասեց որ մի երեխա տավետ չես ունենում, հիմա չի կարող թոշակարների փողով վճարի, որովհետև փող չի գալի բյուջեի մեջ եւ ամբողջ աշխարհը այդ պրոբլեմի մեջ է։ Հիմա երկրորդ հարցը, որ ճիշտ ասեց, որ մեր հարուստ բիզնեսմենները, միլիոնատեր, բիլիոնատեր, երեք նախագահները, հիմա չորրորդը չգիտեմ, հայտնի չի դեռ, ուրեմն բոլոր իրենց կարողության մեծ ամասությունը արտասահմանում է, բոլոր Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա եւ այլն վստահելի է։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի հեռուստադիտող, այո, հիմնական դուք պետք է հարց ձևակերպեք, դուք ելույթ եք ունենում։ Ահա, չէ որ իմանան իրականությունը չէ։ Հիմա հարցը սրանում է, որ ասում է ժողովուրդը ճիշտ ընտրություն չի անում։ Ժողովուրդը ոնց ճիշտ ընտրություն անի, որ չգիտի ում ընտրի։ Այնտեղ 3 բիլիոնատեր մարդիկ են ոչ թե միլիոն, որ ամբողջ երկրի իշխանությունը իրան թերն է։ Ժողովրդի մեծամասնությունը իրանց մոտ աշխատում եւ բոլոր հարից մարդիկ իրանց բիզնեսմեններ, իրանց բարեկամներն են։ Բոլորը իրանց են տալի։ Իսկ մեր իշխանությունը, որ նոր իշխանությունը չի կարողանում վստահ ժողովրդին ասի թե ուր են գնում։ Շատ լավ, դուք հարցը չձևակերպեցիք, ձեր ժամանակը ավարտվեց։ Հիմա ասեմ, ժողովուրդը չիմանու ընտրի, չունենք առաջնորդ։ Ժողովուրդը մեղք Եղավ, հասկացա։ Ժողովուրդը մեղք չունի, չունենք առաջնորդ։ Ինչու առաջնորդություն չեք անում ժողովուրդը։ Ֆեոդալական հասարակարգի ֆեոդալական հանրային մտածելակերպ, զարգացում ունեցող ֆեոդալական համակարգին բնորոշ ժողովուրդը չի կարող ժողովրդավարական ընտրություններում իր առաջնորդներին գտնել, ինքը պարզապես չի կարող։ 16-րդ դարում, եթե դուք Փարիզում ընտրություններ անցկացնեիք, ում պիտի ընտրեին։ Հարց տվեք ձեզ։ Կամ 13-րդ դարում Լոնդոնում որ ընտրություններ անցկացնեին։ Էլի պիտի ընտրեին, չէ, թագավորներին, բաներին, ում որ ճանաչում են։ Խոմրամիկներին չէին ընտրի։ Այսինքն դա process է, հասարակական կոչվում է զարգացում, էվոլյուցիա, սոցիալական էվոլյուցիա, զարգացում։ Ֆեոդալիզմից անցում կապիտալիզմի ենթադրում է, որ ձևավորվում է ազատ մարդ։ Ֆեոդալիզմի ժամանակ մարդը մի ազատության շրջանակ ունի, կապիտալիզմի ժամանակ ավելի մեծ ազատության շրջանակ ունի։ Հայաստանում մարդը այն աստիճանի ազատ չի, որը հանդիսանում է կապիտալիզմի համար անհրաժեշտ պայման։ Հայաստանում կապիտալիզմը այդքանով է, որովհետև աշխարհում է կապիտալիզմ։ Բայց մեր այսօր մեզ բնորոշ սոցիալական վիճակը դա ֆեոդալիզմն է։ Մեր հերոսները ֆեոդալական կերպարներ են։ Շատ լավ։ Իսկ այդ ժամանակակից իշխանությունը ինչի վրա է խաղում, ինքը փորձում է իրեն Ռոբին Գուդի, բանի կերպարով ներկայացնել, ինքն էլ է ֆեոդալ, բայց ինքը բարի ֆեոդալ է։ Սրանք չար ֆեոդալներ էին, իսկ ինքը բարի ֆեոդալ է, էլի։ Ինքն էլ է մարդկանց գլխատում, կախում, տրորում, վրով անցնում, բայց ինքը բարի է, ինքը ժողովրդի համար է դա անում եւ այլն, միֆ է քաղաքական, որին որ այսօր ժողովուրդը այսպես ասած բավարարված է դրանով։ Հիմա ինչով է գնում իշխող քաղաքական ուժերը ինչով են գնում ընտրության եւ հիմա ձեր արտասանած տեքստը, որտեղ մեր իրողությունը, որտեղ կառավարման մենք ապրում ենք իհարկե աշխարհում, որտեղ որ գիտելիքը, ինֆորմացիան, հասանել է բոլորին, բայց բոլորին նրանց, ով որ դրա կարիքը ունի, իսկ ով որ կարիքը չունի իրեն ինչ, եւ հիմա մենք այդ վիճակում ենք։ Եվս մի բան ուզում եմ ընդգծեմ,
Տիգրան, երբեք չի կարող պետությունը, որը որ հավերժ աղքատ է, այդ գործարանի, հա, թալանվող գործարանի մոդելով ապրող պետությունը, ինքը երբեք չի կարող հարստանալ։ Ինքը երբեք չի կնքում շահավետ գործարքներ, որովհետև չկա դրա սոցիալական պատվերը եւ չկա դրա կատարողը։ Հերո չգնանք մեզանից, այսօրվա մի օրինակով բերենք։ Վերջի գործարքը 1 միլիարդ դոլարի թաքնված արժողություն առնվազն 1 միլիարդից ավել ունեցող գործարք։ Հայաստանը շռայլորեն կնքեց, մի հատ ծպտուն չկա։ Այս տարի հունվարին ընտրություններից ընդառաջ կառավարությունը ընդունում է որոշում 47 տարով անհատույց օդանավակայանի կոնցեսիան երկարաձգել, այդ անհատույց կոնցեսիան։ Օդանավակայանը տարեկան 25-30 միլիոն դոլար շահույթ է ապահովում ըստ իր սահմանած այդ բանաձևերի, որը որ կոնցեսիոն պայմանագրում նախատեսված է։ Կարող եք ինձ բացատրել տրամադրությունը, տրամաբանությունը։ Այսինքն ինչու պետք է 47 անգամ 30 շահույթը ինքը ստանալ։ Հա, եւ որոշեց այդ շահույթը թողել բանին, կոնցեսիոներին։ Խի։ Այսինքն, եթե պետությունը այդպես է գործում, ինքը երբեք չի հարստանալու։ Ինքը միշտ ունենալու է խնդիր թոշակ վճարելու, դրա համար հարկ բարձրացնելու, դրա համար եւ այլն եւ այլն։ Ինչ որ ուրիշ բաներ բանգալու, չէ։ Դու գնացի կնդերք եւ այլն, հենա պատրաստի օբյեկտ 169 միլիոն դոլար իբր թե կոնցեսիոները 30 տարվա ընթացքում ներդրումներ է արել, նոր տերմինալ է կառուցել եւ այլն եւ այլն։ Հիմա եկել է ժամկետը, որ պիտի պետությանը հետ վերադարձվեր այդ օբյեկտը։ Պետությունը պիտի 200 միլիոն դոլարի գույքի տեր դառնար, որը որ կարար 200 միլիոն դոլարով վաճառել, մեկ, չէ՞։ Մասնավորեցներ, եթե չի կարող կառավարել, ստանալ այդ գումարը։ Կարար ինքը կառավարում կազմակերպեր եւ տարեկան 30 միլիոն ստանել։ Խիա պետությունը 47 տարով ծրի տալի 200 միլիոն դոլարանոց օբյեկտը որևէ մեկի սիրուն աչքերի համար։ Կոռուպցիա է, ինչ է։ Եվ տեսեք, առհասարակ, եթե մենք խոսում ենք преемственность поколений власти 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Անդրանիկ Մարգարյանը առաջին օտարի վավերացմամբ ստորագրեց կոնցեսիոն պայմանագիրը։ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ նախագահ էր։ Ըստ այդ պայմանագրի աննախադեպ Հայաստանի համար նույնիսկ պայմանագիր էր։ Կառավարությունը պարտավորվեց Հայաստանում օրենքներ փոխել։ Պատկերացնում եք։ Մեծամասնության համար ֆեոդալիզմի մեջ ապրող մարդկանց համար միևնույն է։ Կառավարությունն է կարա եւ օրենք փոխել։ Այդ բաժանումը, հա, գործադիր, օրենսդիր, դատական, ֆեոդալական մարդու համար չի գործում։ Ֆեոդալը եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ օրենսդիր է, եւ գործադիր է։ Մեր հանրության մեծամասնության համար այդպես է։ Բայց գրագետ ցիվիլ, հա, աշխարհի համար գործադիր իշխանությունը ո՞նց կարող է վերցնել իր վրա պարտավորություն երկրում օրենք փոխել։ Չի կարող, չէ՞։ Այդ պայմանագրի մեջ կոնցեսիոն դուք կգտնեք, որ կառավարությունը պարտավորվեց օրենքով սահմանել մենաշնոր կոնցեսիոներին, որ բացի հա իր անկերությունից ուրիշ օդանավակայաններ Հայաստանի տարածքում երբեք չեն գործի։ Եվ մյուս պայմանները նույնպես մեծ արտոնություններ են տալիս այդ ընկերությանը։ Հիմա այդ ամենը 47 տարով երկարաձգվեց, ո՞նց է դες։ Լավ, Քոչարյանը բոբո էր, կաշառակեր էր, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթադրեն կաշառք էր վերցրել այդ կոնցեսիայի պայմանագիրը, սենց սեփականաշնորհ տվել էր։ Բա Փաշինյանը նույն պայմանագիրը խիա 47 տարով տալիս։ Ինքը չէ որ այն Ռոբին Գուդի, հա, այդ հարուստներից վերցնենք, աղքատներին վերադարձնենք։ Ու հիմա հակասության մեջ եք, մեծ սկանդալ է կառավարությունը։ Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը Հայաստանում պահպանվող օբյեկտ է, ճարտարապետության արժեք, միջազգային իդեպ։
Հիմա կառավարությունը պայքարում է, որ ցուցակից հանել պահպանվող օբյեկտների, որպեսզի օդանավակայանը ընդլայնել այդ ուղղությամբ եւ այլն։ Այսինքն ստեղ էլ չի բռնում էլի ոնց որ թե Ռոբին Գուդի կեցվածքը եւ կառավարության այսօրվա առօրյան։ Այնտեղ հետաքրքիր նյուանս կար ձեր ունկնդիրը որ զանգել էր ասել էր դե Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը պարզա մեծահարուստների թվին են իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ բայց այսպիսի գործարքներ հարց են առաջացնում իսկ տարբերությունը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի այն էլ է ստորագրել այնի 30 տարով է ստորագրել այսի 47 տարով լավ 2002 թվականին մենք կարող ենք ասել Հայաստանը չունի այդ գիտելիքը կառավարել բան թեպետ եւ դա սուտ է այդպես չի տվեցին միջազգային փորձ ունեցող ընկերությանը բա հիմա Ինչու կարելի է տալ միջազգային փորձ ունեցող ընկերությանը բայց դրա փոխարեն ինչ որ վարձ ուզել իհարկե կամ էլ վարձել այդ ընկերությանը շահույթը տնօրինել սա պատասխանն է ձեր հարցին ինչի չի արվում ձեր աչքի առաջ որևէ կերպ ազդեց դա ընտրությունների ժամանակ գործոն տարավ մեկը հելավ ասեց այս ինչ ապուշ հիմնարկեք գործարքեք ընկել բացի ինձանից ես դրա մասին խոսացի որևէ մեկը դա մատնացույց արեց ես տարիներ շարունակ մատնացույց եմ անում որ Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքը պետական գրանցում չունի, կադաստրում գրանցված չի։ Հայաստանի Հանրապետության օրենքով դա ապօրինի շինություն։ Վախտին ժամանակին երևի չեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ միգուցե չեն համաձայնացրել նախագիծը, չեն ավարտականակ ստացել, չեն թույլտվություն ունեցել, չեն ինչ որ այդ ամենը ունեցել, համարել են որ մաստեր պլանը հաստատված է, ուրեմն այդ ամեն ինչը կա։ Իդեպ մաստեր պլանի մեջ նման ինչ որ մի միտք արտահայտված կա, որ մաստեր պլանը եթե կառավարությունը հաստատում է, մնացած բոլոր թույլտվությունները համարվում է տրված։ Դա էլ է աբսուրդ միտք։ Կառավարությունը չի կարող տեղական ինքնակառավարման մարմնի փոխարեն որոշումներ կայացնել։ Հակասությունները օրենքներին, սահմանադրությանը Հայաստանի նույնիսկ արդեն չշեշտենք երևույթ է։ Արդյունքում կա այսօր Երևան քաղաքում ամենախոշոր օբյեկտը Երևան քաղաքում Զվարթնոց օդանավակայանը պատկանում է Երևան քաղաքին։ Ամենախոշոր օբյեկտն է, ամենամեծ։ Գույքահարկ չի մուծում։ Տարիներ։ Ոչ մեկ ձեն չի անում։ Ոչ մեկին դա պետք չի։ Իսկ դուք ինչի՞ց եք խոսում, որ միջոցներ են պետք երկիրը զարգացնելու։ Մարդը ժամանակին 2 կոպեկ տվել է ու ենթադրենք իր հարցերը լուծել է։ Եվ այսօր չէ կառավարությունը նստում է, դիտարկում է, որոշումներ է կայացնում եւ այլն, եւ չեն տեսնում։ Նայում են ու չեն տեսնում։ Այդ ինչ երևույթ է։ Կոռուպցիա։ Ենթադրենք ոչ, կոռուպցիա չի։ Որտեղից է դա գալի։ Դա գալիս է այդ անտեր գործարանի վիճակից։ Մոդելից։ Դուք լավ մոդել եք ընտրել բացատրելու համար։ Եվ ներողություն, ես հիմա մի հատ էլ փաստարկանը։ Հայաստանում մշակված է ներկայացված է կլոր մասնաշենքի օգտագործման նախագիծ։ Նախաձեռնությամբ Արտուր Տարխանյան կենտրոնը պատրաստել է 19 թվականից դեռ առաջ է տանում կառավարությունը տեղյակ է, բոլոր պաշտոնյաները տեղյակ են եւ այլն, որ կարելի է կլոր մասնաշենքը օգտագործել որպես օդանավակայանի տերմինալ եւ դա ավելի շահավետ է, քան կառուցել նորը։ Այսինքն, եթե զարգացման անհրաժեշտություն կա, կլոր մասնաշենքի ինչ որ ձևափոխություններով, հա? Օրենքով թույլատրված չնչին ձևափոխումներով օրենքը գործող հուշարձանների պահպանվող շենքերին թույլ է տալիս այնպիսի միջամտություն, որը չի փոխում կերպարը, բայց հնարավորություն է տալիս շահագործել տվյալ օբյեկտը։ Այդ կանոնի պահպանմամբ ներկայացված է 19 թվականից նախագիծ ինչպես իսկ ինչու առաջ չի գնում նախագիծը։ Կարող եք բացատրել սեփականատիրոջը, որը որ գերադասում է ավելի մեծ ծախսեր ունենալ, քան ավելի քիչ ծախսեր ունենալ։
ներդրումային ծրագրեր։ Դա կախված է նրա որոշումից, այս կոնցեսիոն կառավարիչի։ Մինչև որ կառավարությունը չհաստատի մաստեր պլանը, կախված է կառավարությունից։ Մաստեր պլանի հաստատումից հետո կախված է արդեն կառավարիչի, բայց հիմա իրենց բոլորին հարց է տալիս։ Եթե կլոր մասնաշենքի վերանորոգման համար արկավոր է X գումար, որպեսզի ինքը վերագործածվի որպես տերմինալ։ Նորը կառուցելու համար 5X։ Որն է ավելի շահավետ։ 5X-ը թե X-ը։ Պարզ է չէ, որ նորը կառուցել 5 անգամ ավելի թանկ է, կամ ինչ որ մի շենք կառուցել վերանորոգում անել։ Եվ ահա գալիս ես ու մի պատին ես դիպչում, որը որ այստեղ օլիգարխիայի շահերի հարցն է։ Ով է այնտեղ սեփականատերերի կազմը, այդ օդանավակայանի կոնցեսիայում բացի Էրնեկյանից կլինեն, չէ՞ էլի սեփականատերեր, շահագրգիռ կողմեր եւ այլն։ Ինչ շահեր ունեն, ոնց են իրենք նայում։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։ Իսկ իրենք ունեն անձնական շահերը։ Մեկին այդ օդանավակայանը պետքա որպես նարկոտիկ տանել բերելու համար հենարան, չէ՞։ Մյուսին այդ օդանավակայանը պետքա որպես, չգիտեմ, փող մաքրելու տեղ, երրորդին այդ օդանավակայանը պետքա։ Եվ 5-րդ, 16-րդ տեղում է քաղաքացու խնդիրները, որ քաղաքացուն պետքա շահավետ, կոմֆորտ, օդանավակայան եւ մատչելի տոմսեր։ Երբ որ այդ վերևից ներքև գալիս ես ու ֆեոդալական համակարգով ում շահերն են առաջնային, չէ՞։ Թագավորի, վիզիրների, մյուսների վերջում է միայն այն Ռամիկը իր այդ կամուրջը անցնելու համար վարձ տալով եւ Հասկանալի է։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Անդրեաս Ղուկասյանի հետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ, եւ ես ուզում եմ անդրադառնալ այնուամենայնիվ ձեր բնորոշմանը, որ մեր հասարակության մեջ չկա պահանջարկ նորմալ ապրելու, նորմալ զարգացած երկիր դարձնելու։ Ես այդպիսի բան չասեցի։ Յուրաքանչյուր մարդու մոտ կա պահանջարկ նորմալ ապրելու։ Այդ դեպքում ինչ է նշանակում ֆեոդալական հասարակարգին բնորոշ մտածելակերպ եւ ենթադրենք կապիտալիստական։ Դա խոմ չի նշանակում բարեկեցիկ ապրելու ձգտում չկա մարդկանց մոտ։ Պրիմիտիվ կառավարման, պլանավորման համակարգերը բավարար են։ Պահանջարկ չկա ավելի բարդ կառավարման համակարգեր։ Դուք ելնում եք Դուրս եկեք Երևանի փողոցները, տեսեք ոնց է երթևեկությունը կազմակերպված։ Ճանապարհային երթևեկությունը պրիմիտիվ, չէ՞։ Դրա համար խցանումներ են։ Ու տենց լինելու է, մարդիկ դուրս չեն գալի, չեն ապստամբում, ժամանակ չունեն, ուրիշ գործերով են զբաղված, այսինքն դա պետք չի, հարմարվում են, քշում են, ոնց կարում են եւ այլն։ Դա բնորոշ է ֆեոդալիզմին, ֆեոդալիզմի ժամանակ են մարդիկ տենց պահում իրենց։ Կապիտալիստական հասարակարգում մարդիկ, որոնք որ բախվեին Երևանում այսպիսի խցանումների մեջ, մի ամիս, երկու ամիս, 3 ամիս հետո քշեին կմաքրեին Երևանի քաղաքապետարանը եւ առաջնորդները ի հայտ կգային այդ process-ում։ Դուք ուզում եք ասել, որ լուծում կա եւ լուծումը չեն կիրառում։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե մարդու գիտակցությունը գտնվում է 16-րդ դարի, հա, մակարդակում, օրինակ, Լոնդոնում եթե խցանումներ 16-րդ դարում լինեին, մարդիկ չէին ապստամբի։ Հարմարվեին։ Բայց հիմա էլ չեն ապստամբում։ Հիմա խցանումներ չկան, որովհետև ապստամբությունից վախենում է իշխանությունը։ Դրա համար Լոնդոնում մտածում են ոնց պլանավորեն, կարգավորեն, որ չլինի խցանում։ Ազատ հասարակությունը ժամանապակ ազատությամբ հասարակությունից դրանով է տարբերվում։ Մարդիկ եթե ազատ չեն, ժամանապակ ազատությամբ են օժտված։ Անդրեաս, ես ճիշտ եմ հասկանում ձեզ, որ եթե մարդը չի ապստամբում, ինքը միջնադարյան մտածողություն։ Եթե մարդը ազատ, տեսեք, ինչ է մարդկության պատմությունը։ Առաջի սոցիալական համակարգերից մինչև այսօր դա ազատությունների, իրավունքների աստիճանաբար զարգացումն է։ Աշխարհում կա X մակարդակ ճանաչված մարդու իրավունքների եւ ազատությունների։ Հայաստանի միջին քաղաքացին իր իրավունքներն ու ազատությունները այդ X-ից
5 գնապատիկ կեսնա ինքն իրեն ճանաչում վերապահում։ Ինքը կարող է իրեն անշնորհքություն թույլ տա, բայց այն օրենքով սահմանված ազատություններից եւ իրավունքներից իր բնական անհրաժեշտությունը օգտվելու 1/5-ն է։ Օրինակ բերեք։ Օրինակ մարդուն պետք չի խոսքի ազատություն։ Բայց հիմա մեր մոտ ամբողջ ինտերնետը, ամբողջ Facebook-ը լցված է մարդկանց տարբեր։ Դա մի տոկոսն է հասարակության եւ դա անոնիմ հիմնականում։ Իսկ եթե դուք դուրս գաք փողոց ասեք մի հատ խոսա, մարդը ասում է, չէ, գործ չունեմ։ Իսկ եթե դուք հիմա Լոնդոնում դուրս գաք, որովհետեւ չի գովելի ու որովհետեւ պատժվելու է, ինքը իրեն թույլ չի տալիս։ Ինքը ազատ չի մի խոսքով։ Ինքնացենզուրա։ Գիտակցության մակարդակ։ Ինքնագիտակցության մակարդակ գոյություն ունի, Տիգրան, ինչի՞ չեք ընդունում այդ բառը։ Ես Մարդը անպայման չեմ ընդունում։ Մարդու վրա պիտի անպայման մակարդակի վրա է, որ դուք Ինչի՞ չեք ընդունում, նայեք։ Ես կարծում եմ հակառակը քաղաքական գործիչները, ազատ է հայ ժողովուրդը, այնքան սխալներ են անում, որ այդ սխալներից օգտվում են այն ձեր ասած մեծ օլիգարխները եւ դա ձեր ունկնդրի զանգն էր այդ միտքը արտահայտում որ ժողովուրդը չգիտի չի կողմորոշվում եւ այլն ինչի չի կողմորոշվում որովհետեւ մանր մունր կուսակցությունները որոնք որ ֆեոդալական ոչդեր չեն բոլոր ընտրություններում մարդիկ հավաքվում են ֆեոդալական կերպարների շուրջ ոչ որովհետեւ որտեղ են հավաքվել մի հատ օրինակ բերեք մեր ընտրական գիրքը այլ ընտրանք թույլ չի տալիս մանր կուսակցություններին թույլ չի տալիս մտնել վայ 16 թվին թույլ չէր տալի որ թվին թույլ չէր տալի հիմա թույլ չի տալիս հասկացանք անցյալում բա հայ ժողովուրդը մի քիչ քվեարկել է Արտուր Բաղդասարյանին որը ֆեոդալական կերպար չէր հա մի քիչ քվեարկել է Վահան Հովհաննիսյանին ես 2008 թվականի ընտրությունն եմ ասում որը ֆեոդալական կերպար չէր բայց մնացած քվեարկությունները ինչ քվեարկել է ասենք նույն այն ժամանակ հայ ժողովրդի մեծ թռիչքներ Ռաֆի Հովհաննիսյանին է քվեարկել որը ֆեոդալիզմին հակառակ կերպար էր այո եւ հայ ժողովուրդը քվեարկում է Ռոբին Գուդին հա այս Նիկոլ Փաշինյանին Տոլի Քաչնազարը, Տոլի Ռոբին Գուդը նայած որ, հա միֆին են ով որ տեսակետից է նայում, բայց դրան է քվեարկում։ Բայց դա էլի մնում է ֆեոդալական մտածելակերպի շրջանակում։ Մենք սա պետք է լինի մեր քաղաքագետների, մեր մտավորականների հիմնական Այո, դուք ճիշտ եք, կա մեծ դիսկոմֆորտ ընդունել, որ մեր հասարակության սոցիալական մտածելակերպի, քաղաքական մտածելակերպի զարգացման մակարդակը չի համապատասխանում կապիտալիստական հասարակության, ազատ հասարակության մակարդակի։ Դա դժվար է ընդունել։ Դուրս ես գալի քաղաք, տենում ես ժամանակակից մեքենաներ, մոդայով հագնված մարդիկ, ինտերնետից օգտվող եւ այլն։ Բայց եթե քաղաքական չափանիշներով են գնահատում, քաղաքական գիտակցությունը մարդկանց, քաղաքական գիտակցությունը գտնվում է իմ համոզմունքը ֆեոդալական հասարակության հասկանալի է ձեր համոզմունքը եւս ցավոք սրտի մեր հաղորդման ժամանակը սպառվեց, բայց այստեղ բարձրացված հարցերը հետագա քննարկման կարիք ունեն եւ ես անպայման ձեզ հետ առիթ կստեղծեմ, որպեսզի մենք այս հարցերը էլ ավելի մանրակրկիտ քննարկենք սիրելի բարեկամներ հիշեցնեմ որ մենք զրուցում էինք Անդրեաս Ղուկասյանի հետ հայ կառուցողական կուսակցության նախագահ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում